Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերը շարունակվում է եւ այժմ տեղափոխվում ենք թատրոնի աշխարհ, ինչու, որովհետեւ հանդարտ մշակութային այգին նորություններ ունի։ Բեմ է բարձրացել մեր Կարմիր կանաչ տունը ներկայացումը, որը ընտանիքի, սիրո եւ արվեստի մասին տրագիկոմեդիա է։ Ներկայացված խնդիրները եւ հարցերը հատկապես տարածված են հայկական ընտանիքներում։ Հայրենիքը լքելու մտքեր, պատերազմի հետևանքներ, սերունդների բախում, սեր եւ պատասխանատվություն։ Երեկ էլ խոսում էինք բացօթյա մշակութային միջոցառումներից, այսօր էլ շարունակում ենք, քանի դեռ ամառ է, ճախրում ենք եւ իհարկե վայելում ենք ամառային եղանակը։ Տաղավարում ունենք շատ սպասված եւ սիրված հյուրեր։ Մեր Կարմիր կանաչ տունը ներկայացման սցենարի հեղինակ եւ պրոդյուսեր Տիգրան Գյուլումյան եւ բոլորիս կողմից շատ սիրված դերասանուհի, իհարկե Ջուլիետա Ստեփանյան։ Բարի լույս։ Բարի գալուս մեր տաղավար։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Հրաշալի։ Ոնց կարամ պատմել։ Այո, միանշանակ, մինչ եթերը արդեն երբ հասցրեցինք, շփվեցինք, այդ դրական էներգիան արդեն մեզ փոխանցեցիք, այո, հնարավոր չէ լինել վատ։ Սկսենք ներկայացումից, հետո կհասկանանք ինչպես եք, ինչով եք զբաղվում այս ընթացքում։ Մեր Կարմիր կանաչ տունը արդեն անունը շատ Ջերմ է եւ ջերմ է, ես չեմ տեսել Արմինեն արդեն վաղ տեղ ունեցել տեսնել։ Քանի որ ես վայելել եմ, փորձում եմ լռել, որպեսզի քեզ ուզող հարցերի պատասխան Այո, ստանամ։ հանդարտում ներկայացումները ինչքան հյուրընկալել ենք, ինչքան նայել ենք, գիտենք, որ պարզապես այսպես հարևանի տանից, պատուհանից նայում ես, տեսնես թե ինչ է կատարվում։ Խնդրում եմ պատմենք մի փոքր ներկայացման մասին, պիեսի հեղինակ, սցենար, բեմադրությունը գիտենք, որ իհարկե դուք եք։ Չէ, Բեմադրությունը ոչ հանդարտում առաջի անգամ բոլոր ներկայացումների ռեժիսորը բեմադրությունը ես եմ եղել հանդարտում միջև Կարմիր կանաչ տունը եւ մեր Կարմիր կանաչ տունը, քանի որ հիմա պատրաստվում ենք եւ շատ նաեւ բարդ եւ ծանր աշխատանք ունենք, Լոռեցի Սաքոն ուղղակի առանց պայմանականությունների բոլոր տեսիլքներով գիշերային ներկայացում է ժամը 10-ին, 10:30 հանդարտում եւ շատ այսպես թե տեխնիկական, թե բեմադրական մեծ ես դժվարությամբ էի վստահում ռեժիսորներին, որովհետեւ այնտեղ ինչ որ արվում է մի տեսակ իմ կողմից հորինված է այդ տիպի բեմադրությունները եւ մեր շատ լավ ռեժիսորները պարզապես մի քիչ խորթ է եւ ես մի քիչ տենց կաշկանդված էի։ Ձեր տունը դժվարությամբ եք վստահում։ Չէ, կավլից այդ խնդիրը չունեն։ Ուղղակի թե ինչ պետք է անի, դուր չգա, ես հրավիրեմ ռեժիսոր եւ հետո իրեն պատմեմ, բացատրեմ, սովորացնեմ, թե այստեղ ինչպես պետք է աշխատել, որովհետեւ այստեղ այլ զգացողություն է, այլ բան է, այստեղ պայմանականություն չկա, այսինքն ռեժիսորը այնտեղ շատ թաքնված է դերասանի թիկունքում, ռեժիսորական որևէ sense շոկեղ լուծումներ չես կարող այնտեղ անել, չկա լույս, չկա ինչ-որ հատուկ բաներ, շատ ռեալ է։ Եվ այս շրջանակներում Իսկ ինչու Կարմիր կանաչ տունը վստահեցիք այդ դեպքում այլ ռեժիսորի։ Ես զբաղված էի ժամանակի առումով մենք մյուս բեմադրություններ կանում։ Երկրորդը բոլոր դեպքերում պետք է լիներ մի բան, որ ես հրավիրեմ ռեժիսորներ եւ սկսեն այդտեղ աշխատել եւ բերել իրենց սերխագիրը, իրենց ջերմությունը եւ ինձ հուշեց Տիկին Ստեփանյանը, պարոն Բաղենյանը, մեր շատ լավ ընկեր Արթուր Սարիբեկյանը այսին եւ առաջին իսկ պահից հասկացա, որ Արթուրը ամենակարևորը ամբիցիոզ բաներ չունի, շատ պատրաստ է լսել, թե ես ինչ եմ ուզում, ինչ ձևաչափի մեջ այս թատրոնը եւ աշխատել։ Եվ տենց աշխատեց որպես բեմադրիչ, ռեժիսոր եւ բերեց իր էսթետիկան եւ ստեղծվեց առաջին ներկայացումը հանդարտում։ Սա 8-րդ ներկայացումն է եւ առաջին ներկայացումը, որտեղ ես որպես ռեժիսոր չեմ աշխատել։ Բայց սցենարի հեղինակ, քանի որ սցենարը ձերն է, կուզենամ մի փոքր վերցանենք վերնագիրը նաև մեր Կարմիր կանաչ տունը, Կարմիր արև, կանաչ բնություն, այո, այդպիսի ասոցիացիաներ են։ Մի օրինաչափություն ասեմ։ Ամբողջ ներկայացման թեմատիկայի մեջ զարգանում է տան ընտանիքի արժե համակարգը։ Ընտանիք, որը մտավորականներ են, ընտանիք, որը հայ են, ընտանիք, որ ունեն հայկական կենցաղ, ընտանիք, որը մի քանի տուն են կորցրել,
հայտնի պատճառով պատերազմ ա եղել, բարեգործություն են արել, մյուս եւ ունեն ամառանոց, որտեղ հիմա ապրում են։ Հերոսը գլխավոր նկարիչը եւ հայտնի նկարիչ եւ իր նկարները ազգային արժեք ներկայացնող նկարներ են եւ մտածեցի, որ այս նկարիչի տունը պետք է տարբերվի եւ այս ընդգծումով էլ նաեւ տարբերվի այն արժե համակարգ, ինչ իրան կորցնելու են կամ կանգնած է կործանման եզրին, կորուստի եզրին եւ այսպես ոնց են տողատակին կարմիր գծով, կանաչ գծով ընդգծում եւ մենք փորձեցինք հենց այդ տունը, որը գլխավոր դերն է նաեւ, հա, մեր 5-6 դերակատարների մեջ 7-րդ գլխավոր դերը, որը լուր հետևում է այս պատմությունը, այս տունն է եւ այդ տունը պետք է ունենա անուն, ուղղակի չլինի տուն։ 8-րդն էլ շնիկն էր, որը այնքան խելոք ենթարկվում էր խաղին, կարծես թե հենց գիտակցում էր, որ ներկայացման մեջ է։ Տիկին Ջուլիետա, կուզեմ դուք խոսեք դերի մասին ձեր, շատ ձեզ բնորոշ հումորով, թեթևությամբ, բայց շատ կարևոր թեմաների մասին եք խոսում ձեր կերպարի միջոցով։ Եվ ինչպես նախապես զրուցում էինք, ասեցինք, որ հայ ընտանիքներին բնորոշ խնդիրների մասին մի փոքր կուզեմ ձեր դերից պատմեք։ Նախ ասեմ, որ այդ ամառանոցը կոչվում, բայց այդ ամառանոցը դարձավ մեր տունը։ Դրա համար ենք ասում մեր կարմիր կանաչ տունը, որտեղ մնացել ենք ամառանոցի հույսին, որը արդեն հարմարեցրել ենք մեզ իբրև տուն։ Այսինքն արդեն մեր տունը դա էր, մենք ուրիշ տուն չունենք, ինչ-ինչ պատճառներով։ Երկրորդ ասեմ, որ դուք շատ հետաքրքիր բան ասիք Պատուհանից, կարծես թե նայում եք ուրիշի տուն, այդտան պրոբլեմներն եք լսում, բայց ես ձեզ ասեմ, որ այդ ով որ նայում է տնից տուն, այդ նույն տաններ կան, այդ նույն հարցերը։ Ամբողջ հարցը նրանում է, որ սա այնքանով է դաստիարակչական, որ բոլոր տեսակի հարցեր եւ հարցերի պատասխանները կան։ Եվ դուրս է գալիս, որ այստեղ եւ մեղավոր են եւ ոչ մեկը մեղավոր չի։ Շատ հետաքրքիր է առումով։ Իմ դերի մասին ինչ ասեմ։ Ես շատ երկար ժամանակ իհարկե տարիներ առաջ այդպես չի եղել, չնայած հիմա այս Սունդուկյանում ունեմ մի լուրջ կերպար, բայց ես այս վերջերս միշտ խաղում էի հումորային, թե ինչ-որ սերիալներում, թե կինոյում եւ թե թատրոններում, ու ես շատ տխուր էի։ Իմ տխրությունս ես ոչ մեկին չէի ասում, ոչ մեկին չէի ցույց տալիս, բայց տխուր էի, ասում էի լավ։ Ես չեմ խոսում որպես Ջուլիա, ես խոսում եմ որպես մատերիալ։ Եթե ես լինեի ռեժիսոր, այդ մատերիալը անպայման կօգտագործեի։ Ու այդպես տխրում էի։ Ու երբ որ Գյուլմյանը ինձ հրավիրեց, ես անմիջապես համաձայնվեցի էլի հումորային կերպարով Նռնենին, որը փայլում է, փայլուն ներկայացում է, այդտեղ Լուիզան, Ագնեսան, Արծրունը, ես հրաշալի բեմադրություն արեց, շատ արագ, շատ որակյալ եւ ուզում եմ մի թեթև դառնալու, որովհետեւ Նռնենին այնպես մի համբավ վաստակեց, որ ես չէի պատի, ուր գնում ենք անընդհատ մտածում ենք ոնց կանցնի, թե Գյումրի, թե Կիրովական, թե Էսկոմենկոմ, էլ չեմ ասում Մոսկվայի մասին, որ ասենք հանդիսատեսը ինչ իմանանք, ինչ տեսակալ կընտրի, բայց այդպիսի բում ներկայացում ամենտեղ 2-3 անգամ խաղում ես հրավիրում են, խաղում ես նույն տեղը հրավիրում են, նույնը Մոսկվա խաղացինք երկրորդ անգամ, մենք չէինք պատկերացնում այդպիսի բան։ Հետո այսպես ստացվեց, որ ինձ մի տեղ հրավիրեցին լուրջ դերով, իհարկե լավ զգացի, որ լուրջ կերպար է, բայց ես մի քիչ այսպիսի բնավորություն ունեմ։ Եթե մարդուն ես ընդունում եմ մինչև սրտիս խորքը ու սիրում հարգում եմ, ես մնում եմ անտավաճան։ Այսինքն ես համոզված լինելով, որ Տիգրանը ինձ սիրում է։ Գիտեք զոնց եղավ Համարձակություն ունեց, հա։ Ով օգնել է մեզ հումորային, կատակերգական։ Բայց ես ոչ մի տեղ չեմ ասել, մենակ ես եմ ասել։ Ինձ ասեց, օգնել են, մի քիչ ավելի
կնոջ խորքային, ընտանիքի, ներքին դրամատուրգիայի, ներքին հուզումներով, այսպիսի կերպարը կուզեմ խաղալ ու չեն առաջարկում այլ մարդ, ով գնում գալիս է, մի հատ ինչ-որ ցինիկ բան ասում եմ խաղալ։ Եվ այդպես ստացվեց, որ եկանք այն մտքի, որ կստեղծվի այդպիսի մի պիես, որտեղ կլինի այդ դրամատիկական շուրջ է կառուցվել ասկոլը։ հա։ Եվ այդպես կա մի թափառող թեմա, սյուժե աշխարհում, դա ծնողներ, զավակներ, փոխհարաբերությունների, սերունդների անհամատեղելիության ահամուր մտքի թռիչք ունի։ Ես միշտ ասել եմ, նորից եմ ասում, եթե ես մի նախադասություն օդի մեջ ասեմ կամ որևէ մեկը իր սրտին կպավ, այդ նախադասությունով ինքը արդեն սկսում է ստեղծագործել ու պիես գրել։ Մտքեր Այդ տաղանդը- գեներացնելու հատկություն ունի։ Ոնց եմ սիրում, որ մեր հյուրերը գովում են իրար։ Այո, Այդպես չի, էլի, վերջին շրջանում մեր հյուրերը բոլորը իրար սիրում եւ հարգում եւ գովում են, բայց ձեր դեպքում, քանի որ նաեւ ես մի փոքր դերկացմից շուտ հասա, որ ձեր շփումը նաեւ տեսա, ես հասկացա, որ այն ինչ հիմա ասվում է, դրա կրկնակին էր այնտեղ տիրում, փոխադարձ հարգանք եւ սեր։ Գիտեք ինչ, ոչ թե մենակ ես, Բոլորը։ եթե որևէ մեկից իրենց կյանքից ինչ-որ մի բան հանկարծ ասեց, ինքը ձեն չի անում։ Մեկ էլ գալիս է մի շաբաթ հետո սցենար ունեն ու կարդում ենք, ապշում ենք, այ մարդպես որտեղից երբ դու գրեցին, այդ տաղանդը աստված տվել է որ չխնայել ու մենք հավատում ենք։ Դրա համար է իր 4 կողմը շրջապատված են հրաշալի մաքուր էներգիայով մարդիկ, դե դերասաններ եւ էլ չեմ ասում իր հանդարտի աշխատողները, որոնց սիրում ենք մեր ընտանիքի անդամների նման։ Կինը, տղան, աղջիկը, բոլոր աշխատողները, մեկը մեկից գերազանց դա գալիս է իրենից։ Ես դա չեմ եկել ստեղ գովազդանեմ, այլ ասում եմ ճշմարտությունը, այն ինչ որ ասում եմ ամենտեղ։ Եվ ես հպարտ եմ, որ հիմա Տիգրանի մոտ եմ աշխատում։ Իսկ Ջուլիետա ձեր նախորդ Տիգրանի հետ։ Աջան, մի հատ Տիգրանի մոտ չէ, Տիգրանի հետ։ Տիգրանի հետ։ Եվ մոտ եւ հետ։ Այո։ միասին կարևորը ձեր նախորդ մտքին կուզենամ անդրադառնանք ինչ եք կարծում երբեմն հումորով ասված ճշմարտությունը ավելի թիրախային եւ ավելի բովանդակային չի լինում ձեր այն միտքը որ տխրում եք որ լուրջ դերեր չունեք բայց նույնիսկ հումորային դերերը երբեք Տիգրանը մի խոսք ասած ցինիկ դերեր այդպեսին չեն վստահաբար որքան որ ես եմ տեսել հումորային դեր չի նշանակում ձեր դերակատարմամբ իհարկե հումորային չի նշանակում ցինիկ ու երբեմն հիմա հատկապես մեզ ավելի հումորով ավելի մի փոքր այսպես ենթատեքստով հպանցիկ ասված խոսքը եւ ասելիքը ավելի տեղին չէ լինի Ես ձեզ ասեմ, այդքան ասում եք հումորային հումորը կոմեդիա բոլոր ժանրերի խաղանը շատ բարդ է, քան խաղած դրամատիկ լուրջ կերպար, որտեվ հումորով կերպարը կոմեդիա խաղալուց, եթե դու սկսեցիր զգալ, որ ծիծաղում են ու դու էլ հետները ծիծաղում ես, այսինքն դու չգիտեմ ինչ ես ծռում, որ ծիծաղեն կամ չգիտեմ, չեմ կարողանում դա հասկանալ, այսինքն երբ որ ծիծաղում են մարդիկ, երբ որ խաղում եմ, նույնիսկ ասում ինչ կա ստեղ ծիծաղելու Նախորդ միտքս կիսատ մնաց ձեր հարցի պատասխանը։ Ներողություն, Չարլի Չապլինը լացելով խաղում մեջ, բայց մենք կանդրում ենք։ Ներողություն։ Ամբողջ բանը պատասխանը ամբողջական չեղավ։ Մի խոսքով վերցեցինք այդ թեման եւ փորձեցինք գրել ու փորձեցի որ ստեղծեցինք այս կարմիր կանաչ մեր կարմիր կանաչ տունը ներկայացման պիեսը Դարապես իմ էսթետիկայի մեջ որ ստեղծագործող թատրոնի մարդ շատ համատեղ գնում է դրամատիկական կոմեդիան, տրագիկոմեդիան եւ ընդհանրապես լուրջն ու հումորը համատեղ որպես երկու զգացմունք ավելի իրար հետ հավասարաճ, ոչ թե միատես, այսինքն իրար հետ հավասար սա իմ սիրած ժանրերից է եւ իմ մոտեցումների մեջ միշտ կա Պարզապես նռնելու մեջ ուղակի Տիկին Ստեփանյանի կերպարը Ասլիկը պարզապես ավելի կոմեդիայի ժանրի մեջ է ուղակի կերպարը իսկ այստեղ հսկայական ողբերգություն է խաղում գործում աշտուն բայց այսինքն նույն այդ ամբողջ կորուստի մեջ դու
դու չես հասնում մի րոպե լացես թե ծիծաղես թե երկու զգացմունքներ հա կարծում եմ իրեն բնորոշ հումորը, որ ինձ թվում է իրական կյանքում էլ կա, բայց հենց ներկայացման մեջ ամբողջ գծով կար։ Եվ ամենակարևորը ինչն է, երբ որ դու վերցնում ես որևէ գործ եւ փորձում ես բեմադրել դերասանների հետ աշխատում ես, իրանք ստեղծում են կերպարներ, ադապտանում են, փորձում են այդ դրամատուրգիայից նյութից վերցնել, դարձնել իրանցը, դու ծռմռում ես, ադապտացնում ես, դասավորում ես այնպես, որպես ռեժիսոր, բեմադրիչ, որպեսզի ստանաս, սա մեկ այլ բան է, երբ որ դու գիտես թե ով է խաղալու ու ինչ կերպար ես գրում, որ հենց ինքն է խաղալու եւ հենց իր համար է լինել պարոն Բաղինյանի կապված եւ իմանալով թե իրենց արտիստ լինելու այս մեծ հնարավորությունները, թե մարդ լինելու, թե իրենց զգացմունքների, էմոցիաների, իրենց ապրումների եւ փոքր այսպես նաեւ էլեմենտներ, որ հենց իրենցն է, դա փորձում ես վերարտադրել կերպարի մեջ ու ինքը ուղղակի դառնում է ասենց շատ սահուն եւ կարիք չկա որևէ ձև կերպար օրինելու։ Դու գալիս ես որպես մարդ խաղում ես այն խնդրը, ինչը որ պիեսում կա։ Տիկին Ջուլիետտա, հետաքրքիր է երբեմն դուք եւ ձեր ամուսինը խաղում եք ձեր գունապնակները արդեն իրար ծանոթ են, հա, եւ այս անգամ 3 նոր երիտասարդ դերասաններ, ովքեր Արուսը, Իշխանը եւ Անին միացել են, կասեք հեշտ է արդյոք, ինչպես ասում են, ներկայիս երիտասարդ սերնդի հետ բեմում խաղալ, ինչպես նրանք նշեցին, դուք շատ անսպասելի իմպրովիզներ եք անում, արդյոք արդեն ադապտացվել եք իրար։ Այդ ուղիղ պատկերացնում ինչ հրաշալի երեխեքին շատ շնորհքով է օրինակ Իշխան Ղարիբյանի հետ միատ հաճույք ա խաղալ, էլ չեմ ասում երիտասարդ, բավականին երիտասարդ Արուսիկը, ժպտերես, ամեն ինչին շատ շնորհքով, հաճույքով լսում է եւ շնորհքով է։ Դե Անին էլ չեմ ասում, անի պրոֆեսիոնալ դերասանն է, այնպես ինչպես նրանք երեքն է պրոֆեսիոնալ դերասանուհիներ են եւ ես միշտ մեծ հաճույքով եմ խաղում ավելի շատ երիտասարդների հետ, քան մեծերի հետ։ Իսկ ինչպես որոշվեց, որ Անին միանալու է ձեր կազմին, որովհետեւ Անիի առաջին ելույթն բեմելն էր ձեր մոտ, ինչքան գիտեմ։ Առաջի անգամ ասեմ Բայց կարծես միշտ եղել է։ Չէ, Իշխանն է համարյա թե առաջի, որտեղ մի քանի երկու ներկայացում ներմուծվել է։ Նայեք, մենք կերպար լրագրողի եւ լրագրողի կերպար Ամենաանակնկալ կերպարն է Դեբզյանը։ Հա, ինքը գալիս է խնդիր, սրա մասին խոսում են ներողվածության ու մի կետ կա, որ դու պետք է անպայման էսթետիկ առումով նկարչության, տրամադրության, գույնի, ասելիքի, հա, այդ տրամադրության մեջ փոփոխություն լինի, բայց չես կարող բերել մի բան, որտեղ ուղղակի փոփոխություն լինի։ Այդ փոփոխությունը նաև դրամատուրգիական գծով հանգուցալուծում լինի։ Այդ տեսակ հենց լրագրողի արածը դարձավ փրկությունը բանի, այս ընտանիքի եւ ինձ պետք է թեթև ընտրում եմ ծաչի վերաբերվում բոլոր լրագրողներին, թեպետ մենք փորձել ենք ամենա մաքսիմում ձևով պահել այդ լրագրող մասնագիտության Սկանդալային կողմը։ Բայց մենք ունենք շատ լրագրողներ կամ սենց, տեսնում ենք անդադ, ովքեր անդադ սկանդալ են ման գալիս եւ դա էլ աշխատանք է, որովհետեւ սկանդալները երբեմն դառնում են ավելի ընթերցված։ Եթե լուծումները Անիի պես են լինելու, այսինքն հետևանքը լինելու է օգտակար, ինչ ոչ տղման կան, չէ՞։ Հա։ Տիկին Ջուլիետտա, պարոն Բաղինյանի հետ տանը թե բեմում է ավելի դժվար։ Կամ գուցե դժվար չի։ Նախ ասեմ, որ Բաղինյանի ելույթն էր առաջին անգամ հանդարտում ու բարդ կերպարով։ Մի քիչ անսովոր էր, բայց կամաց ինքը նեղվում էր, որտեղ կամաց ընկավ տեղը, հիմա արդեն այն չի պատկերացնում, ասում է ես այդտեղ պետք է մնամ, այդտեղ պետք է խաղամ։ Այդ չգիտեմ ոնց ինքը, բայց նա այդպես է մտածում։ Հանդարտում մի քիչ տվյալ թե պայմանականություններ, ինչ որ բաներ չկա, ամբողջ ռեալը նատուրալիզմին հասնող է։ Բոլոր թատրոնից եկած դերասաններն են սկզբից մի քիչ բայց այդտեղ մի քիչ վախենալու է, դժվար է ինչի համար, որովհետև բեմական պաթետիկան այդ սարը չի ընդունում եւ բեմական այս ուղղակի պետք է սենց շատ նուրբ չկորցնել կերպարը, բայց
շատ մարկային խոսել։ Այս հանդիսատեսի հավասարին ստաց այս ամիջականությանը պետք է բեմից հանդիսատեսը զրուցել։ Բայց չմերվել էլ հնարավոր չէ, չէ՞, մենք բոլորի բնությունից ենք Ես չեմ, որ ասում եմ ես չգամ չես արի։ Չէ, արի, բայց ինքնաց տալիս դու մի խլի իմ ձեռքից։ Տիկին Ջուլիետա Ես ինչ էի ուզում ասել, դուք հարցրեցիք ինչպես այդ տանը շատ է։ Հավատացեք, որ այն ինչ որ կատարվում է բեմում, այդպես է կատարվում է տանը։ Լրիվ օրինակները ինքը նույնիսկ գրել է այդ գործի։ Ուրեմն ձեր տանը շատ հետաքրքիր է անցնում։ Հա, մենք կրվում ենք, կարիում ենք, սիրում ենք, շատ հետաքրքիր է, այո։ Ես օրինակ իմ կողքին չեմ պատկերացնում ուրիշ մարդ։ Որովհետեւ եթե հանկարծից դուրս չգան, ես այդ հարցերը շատ արագ եմ լուծում։ Շատ արագ, մի օրում լուծում եմ։ Ուրեմն ինձ հետաքրքիր է եղել, որովհետեւ իմ նման բնավորության գծեր ունի։ Երկուսս էլ տաքայրուն ենք, երկուսս էլ տաք ենք։ Դա վտանգավոր չի։ Չէ։ Հետաքրքիր է։ Այդպես որ չլինի, շատ անալի կլինի ապրել միասին։ Տիկին Ջուլիետա հետաքրքիր է նաև, քանի որ ձեր կերպարը, ձեր ամուսնու կերպարին Արամյանցին, ով պատերազմի մասնակից է, հայրեն ասել արվեստի մարտով, արվեստի գլուխգործոցներ է նկարում։ Դուք բոլորով անցել եք պատերազմը։ Բոլորը անցել Բաղինյանը, Հիշում եմ ասեցիք, այո, եւ ձեր կերպարը, ձեր ամուսնու կերպարին համոզում է, որ գումարի համար մի անլուրջ նկար նկարի, որպես դեր։ Իրական կյանքում դուք այդ քայլին կգնայիք, կհամոզեիք եւ վերջում էլ ասում եք թե դու չես նկարում, ես կնկարեմ։ Անպայման կանեմ։ Եթե ես այդքան նեղվեի, որ այդ հնարավորությունը չկա տունը տանում են ձեռներից զբան, ամեն ինչի պատրաստ էի, մենակ թե այդ գումարը հայթայթեի։ Ամեն ինչ չէ, իհարկե, ուզում եմ ասեմ, նրա ընդհանրապես մի անորակ Ռաբիզի ասած այդ նկարը նկարեր 25000-ը վերցնենք վատ կլներ տունը բայց ափսոս որ այդպես չեղավ, բայց եկավ ժուրնալիստը որի քշեցի, բայց շատ լավ բան արեց։ Մենք այսքան պատմում ենք, իսկ ում է հեռուստադիտողը գալու է եւ նայի եւ հասկանա եւ այլնի եւ Դեկին շատ դաստիարակչական գործա։ Բոլոր տեսակի հարցերի լուծումը կա։ Տիգրան Գյուլումյանի առավելությունը գիտեք ինչու՞մն է, որ նա հայ ոնց ասեմ, ասա դու հայկական ատնում, հայկական գործեր անում։ Դա առավելություն է։ Հայերը պիտի լինի, հայկական գործ պիտի լինի։ Այն հայերի մասին է գրում, որ մեր կողքն ընտանիքներում այդ հայերը կան։ Ուզում է ցանկապատը լինի, ուզում է նռներ լինի, ուզում է կարմիր կանաչ լինի, ուզում է խաղողի այգին լինի, ուզում է սպիտակ արևը, բոլորի հայ ընտանիքներում այդ հարցերը շոշափվում է։ Դրա համար է ժողովրդին կպնում է ժողովրդի մտածելակերպին։ Հայտարարություն եմ ուզում։ Համար սիրում եմ հանդարտ։ Դա ոչ թե հայտարարություն, այլ ուղղակի այդպես է, ես փաստ է եւ ես դա հպարտության կան ասում եւ դա մեր թատրոնի իմ համար ամենակարևոր սիրուն գույնն է։ Ի տարբերություն բոլոր թատրոնների, հանդարտ թատրոնը Հայաստանում միակ թատրոնն է, որն արդեն 8 ներկայացում եւ պաշտոնապես մեր կանոնադրության սահմանադրության մեջ գրված է, ով ուզում է այդտեղ աշխատի, հանդարտ թատրոնում բեմադրվելու է միայն հայկական գործեր, հայ դրամատուրգիա, հայ դասական, հայ ժամանակակից գործեր, որը հայի մասին է, հայի սիրո, հայի կորուստի, հայի ձգտումների, ձերի, հայի ծնողի, հայի զավակի, միայն մեր մասին։ Թատրոնը պետք է լինի տվյալ հասարակության հայելին, խոշորացույցը, հասարակության մեջ տեղի ունեցող խնդիրների, անվզումների, ուզումների, չուզումների, այսպիսի ցավոտ կնճռոտ հարցերի, գեղեցիկի, ձեռբերումի, թատրոնը այդպիսի ուժ, բեմը այդպիսի բան է, որտեղ դու կարողանաս հասարակության այս խնդիրները բեմից որպես հայելի կամ խոշորացույց տաս դեպի հանդիսատեսին։ Ինձ համար կարևոր է, որ մենք տանք հայ հասարակության Որքան պակաս տեղ եք լրացնում մեր օրերում հատկապես։ Աչասին բրավո։ Իհարկե պետք է։ Իրան նաև հետաքրքիր է, ես կուզեմ անպայման խոսել այն մասին, որ ձեր թատրոնը իր ձևաչափով աշխարհում արդեն կարող ենք ասել միակն է, կուզեմ այս մասին եւս պատմեք։ Հա։ Չնայած բացօթյա թատրոններ շատ կոնկրետ, ահա։ Տեսեք ինչն է, որպես թատրոնի առանձնահատկությունը միակը։ Աշխարհում շատ կան բացօթյա ներկայացումներ։ Հայաստանում շատ կան։ Բացօթյա ներկայացումներ։
թատրոն բացօթյա, որտեղ ստացիոնար թատրոն է, տեսակ։ Խաղացանկով Չէ, մշտական։ որովհետև այդ հավաքում գնում եք, շրջիկ թատրոն չեք։ Ստացիոնար թատրոն եք։ Աշխարհում էլի կա ստացիոնար թատրոններ բացօթյա։ Բայց որն է առանձնահատկությունը, տարբերությունը։ Ընդհանրապես թատրոնը ստեղծվել է բացօթյա, հա, անտիկ դարաշրջանի իսկ օրերից այդ այնտեղ խաղում է պայմանական բացօթյա բեմ են դնում, բեմի վրա պայմանական էս։ Մեր թատրոնի տարբերությունը նրանում է, որ մենք կինոյի ու թատրոնի միքս ենք։ Մենք ձերծենք պայմանականությունից։ Մեր մոտ կրակը իրական կրակ է, մեր մոտ խորովածը խորոված է, մեր մոտ գառը գառ է, մեր մոտ գյուղապետը եթե գալիս է ձիով է գալի, եթե մեր գացը մեքենայով է գալի, եթե մեր մոտ վաղ պետք է ուղղաթիռ է իջնելու, եթե չգիտեմ մյուսը եղավ, եւ փոխհարաբերությունը։ Եվ մեր կարմիր կանաչ տունը շատերը մտածում են, թե այդպես բանը իրական տուն է, պատրաստած եւ այդպես շատ իրական պատրաստած է։ Իրական ինքը դեկորան ենք հանդում հավաքում ենք, բայց նկատեցիք ինքը ամբողջովին թեյի մեջի լույսով, կահ-կարասիով, տարածքով եւ այստեղ պայմանականություններից զերծ ավելի քան ռեալիզմի ու նատուրալիզմի հասնող գեղագիտական բովանդակությամբ ասելիքի խնդիրների ներդաշնակությամբ ստեղծվել է մի այսպես երկխոսության թատրոն եւ այս թատրոնի այս ձևաչափը աշխարհում միակն է եւ սա մենք գնում ենք դեպի պատերազմ։ Դուք հիշում եք վերջին նախադասությունը դիեզերքում ոչինչ չի գործում։ Այս մարդու արածը որ հիմքը դրել է, դա շատ մեծ պատմություն է, մնացել է մենակ։ Ասեմ մի քիչ այդ մասին։ Մենակ է մնացել, որովհետև տուն է վաճառել, օղամաս է արել։ Անկախ իրանից ման այեկի պատահական այդ տարածքը տեսել է դու նայեկի լոսել է պետք է առնեմ։ Եթե դա լիներ մեր ընտանիքում, դա կլիներ պատերազմ։ Չեմ կարծում որ չի եղել։ Ոչ այն տուն են վաճառել, այլ մի տուն, որ հայրականն էի վաճառեցի, տունը որտեղ ապրում էի, գրեցի գրավ, ու ընտանիք, մեր ֆիլմ, բան։ Ու բանջարացի խռովություն կարող է լինել եւ ինքը մնացել է մենակ ու ասել է չեմ կարողանում հասկանալ պետք է անեմ դա ուզում եմ պետք է անեմ ուրեմն ինչ որ մի բան ինչ որ տեղից դիեզերքից ինչ որ մի բան հրահրում էր իրան որովհետեւ դա կվախենար բացարձակ մենակ է մնացել հասել է նույնիսկ բաժանության բոլորը ընտանիք, մայր, ծնող։ Ձեր բոլոր ապրումները կային Պիեր։ Միայն հավատն էր ձեզ հետ, որ հաղթեք իրեն։ Արվեստի հավատը, որը հենց Արամյանցին պահում են հայ։ Տեսել է դա եւ սկսել է ինքը շատ ծանր պայմաններով, մեծ պարտքերով, ահա որ մեծ պարտքերով, բայց գնացել է առաջ։ Ուրիշը կհիասթափեր, ուրիշը կթողներ, ուրիշը կխեղճանար կթուլանալ ու կավարտել այդ ամեն ինչը, բայց ինքը արեց հասավ այսօր այստեղ եւ առաջա գնում, դրա համար ասում դիեզերքում ոչինչ։ Ես ձեր նման մարդուկին նայեմ, բայց բայն իրենց եւ դե մենք ընդհանրապես օգնում ենք իրենց բեմադրություններով, բայց ինքը նրանից որ ինքը գրում է, խաղում է, այս առաջի դեպքն է որ չի բեմադրում, բայց բեմադրության մեջ անընդհատ կար ինքը թեպետ Արթուր Սահակյանը շատ Սարիբեկյանը, Արթուր Սարիբեկյանը հրաշալի անձնավորություն է, հրաշալի աշխատող է, բայց Տիգրանը հետևողական ամբողջ ներկայացմանը, ահագին բաներ ինքն ավելացնում, ահագին բաներ բանը աշխատում էին երկուսով։ Մեր ասանը Արթուրը աշխատել է Փառք Աստծո շատ ռեժիսոր է, մենք սիրում ենք իրեն, բայց ճիշտ է որ դատ կողքն էր։ Ինչ եմ ուզում ասել, որ այսօրվա օրը ինձ զարմացնում է նա որ եկած ընդհանրենք գումարը դա իմ գործը չէ, ես ուղղակի ասում եմ ինչ եմ տեսնում։ Եկած գումարը ինքը ոչ թե ծաղկացնում է իր տունը, իր պայմանները, չգիտեմ ինչ տղյակ է սարքում կամ բասեին է սարքում, այդ ամբողջ գումարը նորից տնում է։ Երրորդ բեմն է սարքել արդեն։ Մենք ունենք արդեն 3 բեմ, 3 դալիճ։ 3 դալիճ։ Այս երրորդ դալիճը արդեն հանձնում ենք բանով, սակոյով։ Երբ կլինի Լորեցի Սակոն մոտավորապես։ Հուլիսի 23-24։ Հա
հրաշալի գործ է անում, մեծ ծանր գործ է անում։ Ուրեմն Ջարդումանյանը Լորենց Սաքոն է խաղում։ Այո, բացի նրանից, որ մենք խաղում ենք այնտեղ ուրիշ ներկայացում, այն տեղում համեր կա 700 տեղանոց, այնտեղ մի 450 տեղանոց։ Միջավայրը իսկապես շատ լավ է։ Եվ ինչ ասեմ նպատակը։ Եվ մի Բոլոր գաղտնիքները պատմում։ Այս ուզում սա ասեմ։ Ուրեմն եւ հիմա իր մտադրության մեջ կա մի հզորագույն գործ։ Եթե դա եղավ, փրկված են շատ լավ դերասաններ, հատկապես երիտասարդներ, մենք գնացող ենք, հələ կանք, բայց ապագայի համար մի հատ հրաշալի մեծ փակ թատրոնասարքում։ Փակ ծմերային թատրոն 1000 տեղանոց այսպեսի հանդիպելու շատ ակներ ենք ունենալու եւ ամեն մի կոպեկը նորից ինքը ծախսում է գործի մեջ է դնում իր պայմանները չի էլի որ մարդը ասում է այսքան բան արել եմ այ մարդը մեն նստեմ իմ տունը սարքեմ մի բասեին սարքեմ մի հատ լավ զգամ ոչ մի բան սովորական կվարտիրայում ապրում եմ բայց ամբողջ գումարը դնում է այդտեղ թող Աստված օրհնի ու պահպանի եթե որևէ մեկը ինչ որ մի սխալ քայլանի հանդարտի նկատմամբ հաստատ համոզված եմ ինչպես կպատժվի Աստծո կողմից որտեղ քրտինքով մաքուր սրտով արված միջավայր է Տիկին Ջուլիետա, շնորհակալություն, մենք ուզում ենք եւս միանալ ձեր բարեմաղթանքներին եւ խոսքերին, թող որ բոլոր ներկայացումները լեփլեցուն անցնեն նույն տրամադրությամբ, ինչպես պրեմիերայի օրներ եւ թե պատենտավորման հետ կապած գործը հաջողել է թատրոնի եւ մնացած բոլոր գործերում ձեզ հաջողություն եւ շնորհակալություն, որ ժամանակ գտաք այդ ձեր փորձերի մեջ եւ եկաք մեր հյուրը։ Միշտ ամեցեք, դալիջները լեփլեցուն է Ոչ մի սիրով, միշտ սիրով, շնորհակալություն։ Շնորհակալություն, հաջողություն իհարկե, սիրելի հեռուստադիտողներ, մեր Կարմիր կանաչ տունը շատ ջերմ ներկայացման մասին էին խոսում, ներկայացման սցենարի հեղինակ եւ պրոդյուսեր Տիգրան Գյուլումյանի եւ դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանի հետ հանդարտ այգում կարող եք գնալ եւ դիտել ներկայացումը, հանդարտվել, այո։ Հանդիպենք քիչ անց։